Փաշինյանը փորձում է խաղալ այդ երկու արտաքին թևերի միջև։ Հայաստանում արտացոլվում է գուցե ավելի շատ ներռուսական շրջանակների դիմակայությունը, քան հենց իրապես Արևմուտք Ռուսաստան դիմակայություն։ Իշխանության հարցը մեծ հաշվով դարձել է ընդհուպ անձնական անվտանգության հարց։ Ադրբեջանը եւս ներկայացնում է ինչ-որ պահանջներ, որոնք բավական բարդ է ընդունել Երևանի համար։ Հանրապետություն կուսակցության որոշակի ուժը գալիս է Նիկոլ Փաշինյանից։ Կիզակետում թիրախում ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ բնականաբար Ադրբեջանը։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բադալյան, մի քանի օր առաջ Հայաստանի ազգային ժողովի նախագահը անդրադառնալով այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման հարցին նշեց, որ այդ գործընթացը շարունակվում է, իսկ ահա դուք մեկնաբանելով այդ խոսքը նշել եք, որ չի կարող շարունակվել մի գործընթաց, որը ի սկզբանե չի եղել։ Գիրանցում տեղի ունեցածը ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում էր, այլ Ադրբեջանի պահանջների իրագործում։ Հիմա երբ Հայաստանի երկրորդ պաշտոնյան, նշում է, որ գործընթացը շարունակվում է եւ միայն տեխնիկական հարցեր կան, մենք կարող ենք ունենալ հիմնավոր մտավախություն, որ շարունակվում է Ադրբեջանի զիջումներ անելու օրակարգը։ Դա զուգորդվում է Փաշինյանի վարկանիշի անկմամբ։ Համենայն դեպս սոցհարցումներն են այդ մասին վկայում եւ նաեւ կա օդում տրամադրություն, որ այս իշխանությանը քիչ է մնացել, հատկապես Գյումրիից հետո այդ տրամադրությունները սկսեցին շրջանառվել առավել ակտիվ։ Եվ նաև արտաքին գործերի նախարարը Հայաստանի Թուրքիայում ակնարկեց իշխանությունը պահելու կարևորության մասին, որպեսզի այսպես կոչված խաղաղության գործընթացը կարողանան հանգուցալուծման հասցնել եւ դրա համար իրենց պետք է խաղաքարտ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Կա գնահատական, որ Հայաստանի իշխանությունը արտահերթ ընտրություններին հնարավոր կամ հերթականին գնալու են փորձելով Ադրբեջանից եւ Թուրքիայից ստանալ նման խաղաքարտ, այսպես ասած, իրագործելով թուրքական նախագիծ Հայաստանում։ Ձեր գնահատականը։ Եթե վերջից սկսենք, ապա ես առիթ ունեցել եմ ասելու, որ արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունը թերևս նաև ակնարկ էր այն մասին, որ ինչ որ արդյունք է պետք Հայաստանին, որպեսզի դա մատուցվի հասարակությանը կամ սեփական ընտրազանգվածին թեկուս, ընտրական process-ում լինի հերթական թե արտահերթ, մեծ հավանականությամբ հերթական իհարկե, եւ այս տեսանկյունից ակնկալիք անշուշտ կլինի Ադրբեջանից եւ Թուրքիայից գնալ որևէ համաձայնության կամ առնվազն որևէ համաձայնության այնպիսի փաթեթավորման, որ պաշտոնական Երևանը դա կարողանա ներկայացնել որպես խաղաղության ուղղությամբ արված ձեռքբերում, որովհետև 2021 թվականի ընտրությանը ներկայացվել է, որ խաղաղության հաստատման պետք է օրակարգը պետք է առաջ մղվի եւ խաղաղության պայմանագիր ձեռք բերվի եւ այլն։ Տեսնում ենք, որ այդ պայմանագիրը չկա, հակառակը Ադրբեջանը այդ պայմանագրի տեքստի համաձայնեցվածությունը օգտագործում է նախապայմաններ, այլ պահանջներ ներկայացնելու համար եւ ինչ որ բան այդուհանդերձ պետք է ընտրողին ներկայացնել։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ լինեն քննարկումներ, երբ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, իհարկե Երևանից նախապայմանների վերաբերյալ որոշակի հավաստիացումների դեպքում կարող է ստորագրվել ընտրական process-ին ավելի մոտ, որը արդեն կներկայացվի որպես 2021-ին խոստացվածի արդյունքի ներկայացում։ Իհարկե ընտրողները, եթե փոքր-ինչ քննադատաբար մոտենան այդ հանգամանքին, պետք է առաջին հերթին նաև հիշեն, որ 2021-ին բոլորովին այլ տրամաբանությամբ խաղաղություն էր խոստացվել, այսինքն Արցախի առնվազն պատերազմից հետո պահպանված մասի ուղղությամբ քաղաքական որոշակի ամրագրումներով, ես էլ չեմ ասում Շուշիի հադրութի դեօկուպացիա եւ այլն։ Եվ պարզ է, որ որևէ խոսք չի կարող լինել 2021-ի նախընտրական խոստումների օրակարգի եւ այլն պահպանության մասին, բայց այդ քարոզչական տեղեկատվական քարոզչական մակարդակում պետք է ինչ-որ բան մատուցել եւ իհարկե պաշտոնական Երևանը զբաղված է դրանով, այսինքն պատրաստվել ընտրություններին օգտագործելով նաեւ այդ գործընթացները։ Պարոն Բադալյան, ներողություն եմ խնդրում, սա կարող է որակվել ամեն գնով իշխանություն պահելու քաղաքականություն։ Երբ խոսում ենք ամեն գնով իշխանություն պահելու մասին, բնականաբար ամեն ինչ արվելու է, ամեն հնարավորը արվելու է
գուցե նույնիսկ անհնար է, չգիտեմ, եթե կարող ենք պատկերացնել ինչ-որ անհնար։ Արվելու է իշխանությունը պահելու համար, որովհետև հասկանում ենք, թե իշխանությունը պահելը ինչքան կարևոր է դարձել ոչ միայն պարզապես այն նկատառումով, որ ցանկացած իշխանություն էլ ուզում է շարունակել մնալ իշխանություն, այլ որովհետև իշխանության հարցը մեծ հաշվով դարձել է ընդհուպ անձնական անվտանգության հարց իշխանության մեջ գտնվող տարբեր գործիչների համար, սկսած վարչապետ Փաշինյանից մինչև շատ ավելի ներքևներ։ Եվ օրինակ, եթե վարչապետ Փաշինյանը կարող է ինչ-ինչ համաձայնություններով, ինչ-ինչ պայմանավորվածություններով, ինչպես լինում է երկրների ղեկավարների դեպքում, ինչ որ անվտանգության երաշխիքներ ստանալ, եթե այլևս հնարավոր չէ պահել իշխանությունը, ապա ներքևներում այդ երաշխիքների հարցը շատ ավելի բարդ է, հետեւաբար ներքևները միշտ ճնշում են բանեցնում այդ վերևում գտնվողները։ Սա ընդհանրապես մեխանիկայի իմաստով։ Եվ երկրորդը, երբ ասում ենք ամեն գնով, այստեղ կա նաև մյուս հարցը, իսկ այդ գին սահմանողները ովքեր են, որովհետև այստեղ եւս կարևոր հարցեր կան, եւ այդ գինը սահմանվում է ոչ միայն Հայաստանի ներսում կամ Հայաստանի իշխանության կամքով, այլ նաեւ արտաքին դերակատարներ։ Հիմա այստեղ արդյոք կլինեն համադրություններ, սա եւս հարց է։ Ինչ վերաբերում է իշխանության օրերը հաշված լինելուն, ես կարծում եմ, այստեղ ավելի շատ տեղեկատվակ քարոզչական ալիքի խնդիր է, որ փորձեց օգտագործել ընդդիմությունը նաև Գյումրիի ընտրությունների արդյունքը հիմք դարձնելով, բայց զուտ քաղաքական իմաստով ես այդքան էլ չեմ կարծում, որ օրերը հաշված են։ Համենայն դեպս 7 տարի այդ մասին ասվում է։ Դե ընդհանրապես այդ մեր ներքաղաքական կյանքում այդ ռեժիմը խոճապի մեջ է թևավոր խորագիրը միշտ եղել է, եւ սրանով իհարկե ընդդիմությունները փորձում են իրենց համակիրներին, ընտրողներին եւ այլն ինչ որ կերպ պահել, այո, այդպես ոգին, տոնուսը պահել եւ այլն, բայց քաղաքական իրողությունների առումով ես կարծում եմ այդ օրերը հաշված են հանգամանք, այսպես քաղաքական իրավիճակ չէ, այլ ավելի շատ տեղեկատվակ քարոզչական ալիք։ Սա չի նշանակում, որ իշխանությունը իրեն այսպես ինքնավստահ է զգում, լավ է զգում եւ այլն, բայց համենայն դեպս այնպես չէ, որ հիմա շատ են չէ այդ մասին ասում, արտաքին լեգիտիմությունն են կորցրել, արտաքին հովանավորներ են կորցրել եւ այլն։ Սա մի քիչ քաղաքական իրողություններից կտրված գնահատական է, որը ես կարծում եմ ավելի շատ ունի այդ տեղեկատվական սպառման նպատակ։ Եվ սահմանազատման մասին եթե խոսենք, պաշտոնական Երևանը մի քանի օր կամ 1-2 շաբաթ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկներ են ներկայացրել եւ սպասում են պատասխանի։ Երբ Երևանը խոսում է այն մասին, որ Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել ու սպասում է պատասխանի, սա նախադեպերը հաշվի առնելով, թերևս պետք է հասկանալ, որ Ադրբեջանը ներկայացրել է պահանջներ դարձյալ միակողմանի տրամաբանությամբ, եւ Երևանը փորձում է իր պատասխան առաջարկներով ադապտացնել այդ պահանջները ինչ որ այսպես փոխադարձաբար ընդունելի, առնվազն տեղեկատվական փաթեթավորման տեսանկյունից փոխադարձաբար ընդունելի ինչ որ տարբերակի հասնելու համար։ Եվ եթե խոսենք օրինակ Իրանցի մասին, ապա սահմանազատում սահմանագծում ասվածը այդ ինչ որ փաթեթ էր ընդամենը, որովհետև Իրանցում տեղի ունեցածը այդ հասկացության ոչ մի նորմի սահմանման ենթակա չէ, որ ընդունված է միջազգային տարբերակներով։ Եվ հետեւաբար հակված եմ մտածել, որ հիմա այդ սահմանազատման սահմանագծման գործընթացի մեկնարկի տեսանկյունից Ադրբեջանը եւս ներկայացնում է ինչ-որ պահանջներ, որոնք բավական բարդ է ընդունել Երևանի համար։ Այլապես ինչն է պատճառը, որ ուշանում է այսքան, ձգձգվում է այսքան այդ գործընթացի մեկնարկը։ Եթե միայն տեխնիկական հարցեր են, Հունվարին հայտարարեցին, որ պայմանավորվել են հյուսիսից հարավ այս տրամաբանությամբ անել։ Կանոնադրությունը ընդունել են կամ հաստատել են հոկտեմբերին 2024 թվականի եւ այս ամիսների ընթացքում փաստացի աշխատանք չի մեկնարկել, սա առնվազն առաջացնում է ենթադրության հիմք, որ ներկայացվում են պահանջներ, գուցե դրանք վերաբերում են օրինակ այդ անկլավ կոչվածներին, որովհետեւ գիտենք դրանց 3-ից թե 4-ից մեծ մասը տավուշում է, այսինքն հյուսիսային հատվածում, եւ որևէ կերպ բացառելի չէ, որ Ադրբեջանը պահանջում է հենց սկսել դրանցից։ Այս օրերին նաև շատ քննարկվում է Հայաստանի վարչապետի Մոսկվա հնարավոր այցը հաղթանակի շքերթի օրակարգով։ Արդարության համար պետք է ասել, որ ոչ միայն մեզ մոտ է դա օրակարգային կամ քննարկելի թեմա, Եվրոպական միությունը որոշակի այսպես նախազգուշացում արեց այն երկրներին եվրոպական այդ երկրների ղեկավարներին, որոնք կգնան, ու հիմա մենք տեսնում ենք, որ թեև
նախապես հաստատել էին, որ մասնակցելու են, բայց Սերբիայի նախագահը առողջական խնդիրներ ունի, կարծեք թե Սլովակիայի վարչապետը, դե Հնդկաստանի առաջնորդը տեսանք Պակիստանի հետ լարվածությամբ պայմանավորված։ Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետին, դրան անդրադառնալիս նշել եք, որ այդ հարցին անդրադառնալիս նշել եք, որ այստեղ արևմտամետ շրջանակն է փորձում ճնշում բանեցնել Փաշինյանի վրա, նրան հետ պահելու Մոսկվա այցից։ Նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցածից հետո պարզ դարձավ մի բան, որ Հանրապետություն կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանը ունի այնքան կշիռ, որպեսզի շանտաժի գնով կարողանա կասեցնել ըստ երևույթին իր թաղապետի պաշտոնանկությունը։ Ունի Արամ Սարգսյանը եւ այդ թևը այնքան կշիռ, որ Նիկոլ Փաշինյանին հետ պահեն Մոսկվա այցից։ Կարծում եմ այդ կշիռը չունի։ Եվ խնդիրը հետևյալն է, արդյոք Նիկոլ Փաշինյանը արտաքին հարաբերություններ, արտաքին դաշտում ուժերի հարաբերակցությունը գնահատելով կորոշի փոխել որոշումը, թե ոչ։ Եվ այս տեսանկյունից ներսում ըստ իս չկա այն ուժը, որը ինքն իրենով կարող է նրան ստիպել փոխել որոշումը։ Այլ հարց է, որ ներսում կան թերևս ուժեր, որոնք խաղալով արևմուտքի եւ մասնավորապես արևմուտքի այն թևի դաշտում, որը Տրամփ-Պուտին երկխոսության քաղաքական հակառակորդն է կամ մրցակիցը, փորձում են այդ կերպ նախ սեփական դերակատարման հարցում ինչ որ դիրքեր զբաղեցնել եւ երկրորդը այո հասնել ազդեցության նաեւ ընդհանուր Փաշինյանի հանդեպ այդպես ճնշման փորձ անելով։ Բայց սա դարձյալ արտաքին ուժերի հարաբերակցության խնդիր է արդեն, որից փորձում են օգտվել ներսում գտնվող տարբեր ուժեր։ Սա չի նշանակում, որ ինքնին որպես ուժ այդ միավորները ներսում ունեն շատ մեծ ազդեցություն Փաշինյանի վրա։ Իսկ Փաշինյանը փորձում է խաղալ այդ երկու արտաքին թևերի միջև, Մոսկվա մեկնելը դա նրա ժեստն է ոչ միայն Ռուսաստանին, այլ ըստ իս Թրամփ-Պուտին այս գործընթացին, որովհետև Մոսկվայում իմ կարծիքով տեղի ունեցողը արտացոլում է հենց այդ process-ի որոշակի դրվագ։ Կհաջողվի հակառակ կողմին բավարար ճնշում բանեցնել Փաշինյանի վրա։ Սա դժվար է ասել, իհարկե, բայց փորձը ակնհայտ է։ Ինչ վերաբերում է ներսում Հանրապետություն կուսակցության շանտաժին եւ ազդեցության, ապա այստեղ կարծում եմ ես ավելի շատ խնդիրը ոչ թե նրանց եւ Փաշինյանի միջև էր, այլ նրանց եւ Ավինյանի միջև եւ Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ այդ իրավիճակը իմ կարծիքով ներքին դասավորության պայմաններում այո շատ ավելի շահեկան էր, որովհետեւ այդ կերպ նա փորձում է այսպես ներքին բալանսներ ձևավորել, մի կողմից թույլ չտալ քաղաքապետի որոշակի ուժեղացում եւ նաեւ ընդհանրապես կուսակցության ներսում այսպես որոշակի հակակշիռներ։ Կուսակցության ներս ասածը ես նկատի չունեմ դե յուրե, այլ նաև այդ կոալիցիոն սխեման, որ աշխատում է քաղաքապետանում, օգտագործելով օրինակ Հանրապետություն կուսակցությանը։ Եվ այս տեսանկյունից ես նույնիսկ կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցության որոշակի ուժը գալիս է Նիկոլ Փաշինյանից, ինչ որ իմաստով, եւ առնվազն այս դերվագում մենք տեսանք, որ Փաշինյանը չփորձեց նույնիսկ որևէ դիրքորոշում արտահայտել եւ խորհրդարանական խմբակցության մակարդակով էլ չեղավ արձագանք այդ տեսանկյունից։ Կարելի է դիտարկել 26 թվականի ընտրություններին ընդառաջ Արամ Սարգսյանի կուսակցությանը, ասենք արևմտամետ ընդդիմության դիրքավորումը տալու տրամաբանության մեջ։ Կարծում եմ Փաշինյանը չունի այդ խնդիրը, որովհետև այն ընդդիմությունը, որ այսօր կա, գերական ընդդիմությունը, որ նախկին, այսպես ասենք, կառավարող համակարգի տեսքով է, տարբեր ուժերով, տարբեր միավորներով, այդ ընդդիմությունը ըստ իս միանգամայն հարմարավետ է Փաշինյանի համար եւ նշանակովի այլ ընդդիմության տրամաբանություն կարծում եմ Փաշինյանը չունի։ Իհարկե այդ ուժերի հետ որոշակի հարաբերություն, նկատի ունեմ արևմտյան դիրքավորման ուժերի հետ որոշակի հարաբերություն իհարկե կլինի, հաշվի առնելով այդ արտաքին դիմակայությունը, արտաքին ուժերի, այսինքն եթե պայմանական ասենք տրամպական եւ լիբերալ գլոբալիստական այս ուժերի դիմակայության հետ նրա խաղը, որը կիրականացնի նաեւ Հայաստանում արևմտյան դիրքավորում ունեցող այդ ուժերի հետ ինչ որ հարաբերությամբ, բայց նշանակել նրանց ընդդիմություն նախ ես կարծում եմ դրա մեծ հնարավորությունը չկա, որովհետեւ չկա հասարակական մեծ աջակցություն այդ ուժերին եւ դա
Գուցե նույնիսկ փորձարկվեց նաև Գյումրիի ընտրության պարագայում եւ արձանագրվեց, որ այդտեղ այո, այն պատկերացումները չեն գուցե, ինչ այն պատկերը չէ, ինչ պատկերացումներ կարող են լինել, եւ դրանից բացի, ինչպես նշեցի, արկա անդիմությունը, ես կարծում եմ շատ ավելի հարմարավետ է Նիկոլ Փաշինյանի համար։ Այն ինչ որ տեղի ունեցավ նոր-նորքում արևմտամետ դիրքավորմամբ այդ կուսակցության իմիջին չի վնասելու այնքան, որ ինչ որ մարդիկ եթե կուրորեն համակրում էին այդ ուժին միայն այդ արևմտամետ փաթեթավորման համար, հիասթափվեն։ Կուրորեն համակրողները չեն հիասթափվի, որովհետև եթե կույր են ցանկացած բանի հանդեպ են կույր, բայց մարդիկ, որոնք կարող են համակրել ոչ կուրորեն, իհարկե այդ շրջանակներում կարող են լինել եզրակացություններ եւ այդ տեսանկյունից ես կարծում եմ իհարկե տեղի ունեցածը լրջագույն հարված էր եւ ընդ որում հանրապետության վարքը եւս դա ցույց տվեց։ Իհարկե իրենք փորձեցին արդարացնել թաղապետին, փաստացի չպատժեցին եւ այլն, որովհետեւ նորմալ դեպքում ենթադրվում է, որ պետք է այդ պաշտոնյան հետ կանչվեր եւ նույն կոալիցիոն քվոտայով կարող էին նոր պաշտոնյա նշանակել, հայտարարելով, որ իրենց համար դա անընդունելի է, որտեղ իրենց արժեքները եւ գաղափարները այլ են։ Բայց մենք տեսանք, որ ագրեսիվ ինքնապաշտպանության անցան, ընդ որում աշխարհաքաղաքական համատեքստ տալով, որովհետեւ այլ տարբերակ երևի չգտան էլ, սա ցույց է տալիս նաեւ, որ իսկապես զգացին այդտեղ տեղի ունեցածը շատ լուրջ հարված է լինելու իրենց իմիջին եւ փորձեցին մեղմել այդ հարվածը այդ աշխարհաքաղաքական հանգամանքը խաղարկելով։ Կրկնեմ, կուրորեն հետևողների համար դա աշխատող արդարացում կամ պաշտպանություն է, ոչ կուրորեն հետևողների համար իհարկե ոչ։ Պարոն Բադալյան, վերադառնալով արտաքին խնդիրներին, միջազգային մամուլը անդրադարձավ Պակիստան, Հնդկաստան փոխադարձ այդ հրթիռակոծություններին, կան զոհեր եւ վիրավորներ ըստ մամուլի, դուք էլ անդրադարձաք այդ հակամարտությանը նշելով, որ սա աշխարհաքաղաքական առևտրի հերթական տակ բորսա է եւ քիչ առաջ էլ գրեցիք, որ սա հարթակ է այս հարաբերությունները, որտեղ Իսրայելն ու Ադրբեջանն են բաժանվում։ Ես մինչև ձեր այդ գրառումը ուզում էի հարցնել այդ սակարկության հերթական օրակարգը ինչ կարող է տալ Հայաստանին կամ ինչ կարող է վերցնել Հայաստանից վտանգների հեռանկարների տեսանկյունից, իսկ ահա ձեր այս ձևակերպումից հետո հասկանում եմ, որ սա առավելապես կարող է լինել շանս որոշ բաներ քաղելու համար, ճիշտ է։ Հայաստանը ցավոք սրտի այն վիճակում չէ այսօր, որ իսկապես կարող է շատ մեծ հնարավորություններ օգտագործել։ Բայց մեզ փոքր շանսերն էլ կարևոր են։ Այո, ինչ որ փոքր խաղի տարածություններ կարող են բացվել, ընդհանրապես ցանկացած այսպիսի իրավիճակում իհարկե թե ռիսկեր են լինում, թե հնարավորություններ, առավել եւս այդ մեծ աշխարհակարգային փոփոխությունն ինքնին նաեւ այդ հարաբերակցության մեջ է։ Նախնդիրն այն է, թե մենք խոսել ենք այս մասին բազմիցս, թե մենք ինչպես կարող ենք օգտագործել այդ հնարավորությունները։ Մինչև այս բանը ոչինչ չի փոխվել։ Պայմանավորված, ցավոք սրտի այո, որակների իմաստով մեր ինստիտուցիոնալ քաղաքական եւ այլն բան չի փոխվել։ Իհարկե այն, որ մեր դեմ դաշնակցած երկրներ, ուժեր ինչ որ հարցում կարող են իրար դեմ ունենալ, թեկուզ փոքր, լոկալ բնույթի ինչ որ անհամաձայնություններ եւ այլն, սա ցանկացած դեպքում մեզ համար հնարավորություն է։ Նուրբ աշխատանք պահանջող իհարկե, որովհետև այդուհանդերձ այդ խաղացողները կամ դրանց առնվազն որոշ մասը դիցուք Իսրայելը շատ ավելի ուժեղ խաղացողներ են, բայց այս նուրբ հնարավորությունները օգտագործել ես կարծում եմ մենք կարող ենք եւ այդ ներուժը ունենք։ Ներուժ ասածը ենթադրում է ոչ միայն պետական, որովհետև մենք ունենք ներուժ, որի մի զգալի մասը կամ մեծ մասը, այո, ոչ պետական մեխանիզմով է։ Գլխավոր խնդիրն այն է մենք կարողանում ենք դա օգտագործել, թե ոչ։ Կարող ենք օգտագործել մերձավոր արևելյան մեր հնարավորությունները։ Այստեղ խաղի տեղ անշուշտ բացում է, բացի ռիսկերից իհարկե, որովհետև մեր դեմ խաղի տեղել է բացում, բայց սա է ընդհանրապես աշխարհաքաղաքականությունը, այսինքն երբեք չի լինում, որ միայն քեզ օգտավետ ինչ որ process-ներ են կամ հակառակը։ Հետեւաբար գալիս ենք դարձյալ դրան, մենք ինչպես կարող ենք սա օգտագործել, որովհետև այստեղ կա դարձյալ իմ գնահատմամբ այդ մեծ դիմակայությունը երկու գլոբալ process-ների Թրամփյան պայմանական ասած, ոչ թե Թրամփից ծագող, այլ այն, որ արտահայտում է Թրամփը մեծ հաշվով, եւ ուլտրալիբերալ ու գլոբալիստական այդ օրակարգերի բախումը, ես կարծում եմ դա նաեւ տեղի ունենում հիմա
Հնդկաստանի շուրջ process-ներում, չմոռանանք, որ Հնդկաստան-Պակիստան այդ գոտին նաև Չինաստանից Եվրոպա մեծ առևտրային ճանապարհների կարևոր հատվածներից մեկն է, իսկ հիմա մի իրավիճակ է, երբ նույնիսկ կա որոշակի հնարավորություն կամ կա որոշակի մտավախություն, որ Չինաստանն ու Եվրոպան կարող են համատեղ աշխատել այդ նշածս process-ի դեմ, որովհետև իրենց համար այստեղ առաջանում են կարևորություններ եւ շատ հատկանշական էր, որ Չինաստանի նախագահը նախորդին խոսել էր Եվրոպայի հետ տրանսպորտային եւ այլ ուղիների համատեղ աշխատանքի եւ այլնի մասին։ Եվ այստեղ մենք իսկապես տեսնում ենք այդ բախումը, որը աներկբա ներառելու է նաև Կովկասը, որովհետև Կովկասը այդ տրանսպորտային ճանապարհների վրա է եւ այս կամ այն կերպ այդ ամեն ինչը մեր վրա անշուշտ ունենալու է ազդեցություն։ Հիմա ինչ տրամաբանությամբ սա, ինչպես նշեցի, արդեն մեր օգտագործելու մեր կարողությունների հարցն է։ Կարողությունների մասին դուք խոսում եք նաև ռուս-ադրբեջանական վայրիվերումներով հարաբերությունների մասին, դա այս փուլում որքանով է շանս որոշակի իմաստով աշխատելու եւ նաեւ մամուլում շրջանառվեց տեղեկություն Հայաստանի հարցերը համակարգողի փոփոխության մասին Ռուսաստանում նախկին վարչապետներից Կիրիենկոյի անունն է շրջանառվում, համակարգել է ուրեմն Մոլդովայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հարցեր, այսինքն խնդրահարույց երկրներ, եւ եթե հիմա վերապահվել է նաեւ Հայաստանը, հետեւաբար վերափոխվում է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը, կա այսպիսի մեկնաբանություն։ Դուք իհարկե նաեւ մեր տաղավարում մշտապես նշել եք այն մասին, որ իրականում Ռուսաստանի օրակարգում չկա միութենական պետության հարցը, որտեղ դա իրենց պետք չէ, բայց արդյոք կա հարց Հայաստանի հանդեպ ուշադրությունը մեծացնելու։ Անկասկած այդ հարցը կա, այսինքն ես չեմ էլ կարծում, որ երբևէ նվազել է այդ ուշադրությունը։ Գուցե փոխվել է այդ ուշադրության դրսևորման դինամիկան, տրամաբանությունը։ Ես 2022 թվականից խոսում եմ այն մասին, որ Ռուսաստանը Կովկասում անցել էր, այսպես ասենք, տակտիկական տեղատվության քաղաքականության, ելնելով այն հանգամանքից, որ ավելի ակտիվ եւ նախաձեռնողական, այսպես ասենք, քաղաքականության հնարավորություն չուներ, Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսել, բավական բարդ էր, հատկապես առաջին տարին գիտենք ինչ ծանր վիճակ է Ռուսաստանի համար, եւ այս իմաստով զուտ դրսևորումների առումով пассивությունը նվազել էր, բայց անկասկած ռազմավարական հետաքրքրությունների տեսանկյունից երբեք այդ ուշադրությունը կարծում եմ չի նվազել։ Հայաստանի պարագայում ըստիս կա հետևյալը, որքան էլ որ ինչ որ կուրատորներ նշանակվեն կամ մամուլով մատուցվեն, ես կարծում եմ այդպես մեկ դերակատարի դերը նշանակությունը գերագնահատել պետք չէ, այո, որովհետև Ռուսաստանում այդ կրեմլյան աշտարակներ հայտնի ձևակերպումը, որ կա, անկասկած դա բնորոշ է ցանկացած խոշոր տերության, այդ աշտարակներից յուրաքանչյուրը Հայաստանի հանդեպ ունի իր պատկերացումները, իր շահերը, հետաքրքրությունները եւ փորձել են, շարունակելու են Հայաստանում պայքարել նաեւ միմյանց դեմ։ Ես տարբեր առիթներով խոսել եմ, որ Հայաստանում արտացոլվում է գուցե ավելի շատ ներռուսական շրջանակների դիմակայությունը թվացյալ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության տրամաբանությամբ, քան հենց իրապես Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն։ Այսինքն այստեղ իհարկե մենք բարդ process-ների հետ գործ ունենք, շատ գուցե առանձին ծավալման թեմա է, բայց կարծում եմ Հայաստանը շարունակելու է գտնվել ահա այդ տիրույթում, այսինքն Կիրիենկոին կնշանակեն Կրեմլում կամ, չգիտեմ, կմատուցեն որպես այդպիսին, պայքարող դերակատարները Ռուսաստանի լինելու են շատ ավելին Հայաստանում եւ փորձելու են իհարկե յուրաքանչյուրը հատկապես այս նախընտրական process-ում հասնել իրենց համար ցանկալի կամ իրենց համար նպաստավոր տրամաբանության, ներքաղաքական տրամաբանության։ Ընդ որում այստեղ ամենևին այսպես բաժանված չէ իշխանություն ընդդիմություն։ Ես կարծում եմ այդ շրջանակները աշխատում են թե իշխանության հետ, թե ընդդիմության հետ, ընդդիմության տարբեր դերակատարների հետ։ Ես շատ ավելի վաղուց առիթ եմ ունեցել ասելու, որ ռուսական ներկայություն անկասկած կա նաև այդպես արևմտյան դիրքավորմամբ դաշտում, այսինքն ես կարծում եմ այդտեղ եւս Ռուսաստանը խաղում է, բնականաբար ոչինչ բացարձակ չէ բոլոր առումներով, բայց այդ դիապազոնը շատ ավելի լայն է, քան մենք պատկերացրել կամ պատկերացնում ենք, բերելով Արևմուտք Ռուսաստան դիմակայության եւ կամ մեզ փորձում են
այդպիսի պատկերացում ներարկել, որ սա է իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությանը, ապա բնականաբար այստեղ Ադրբեջանում էլ Ռուսաստանը փորձելու է լինել առանցքային դերակատար, պահպանել իր դերակատարումը եւ անշուշտ դա փորձելու է առաջ մղել նաև հենց կոնֆլիկտային տրամաբանությամբ։ Օդանավի պատմությունը շատ խորհրդավոր ինչ որ պատմություն մենք գիտենք, տեսնում ենք։ Հիմա մայիսի 9-ից առաջ այդ падգամավորի մուտքի արգելքը շատ հետաքրքիր է, տպավորություն է, որ ինչ որ քայլ է արվում Ադրբեջանին ինչ որ պայմանավորվածությունների դաշտ բերելու համար։ Եվ հատկանշական էր Նաթանյահուի այցի չեղարկումը եւ Պուտինի զրույցը Նաթանյահուի հետ։ Այստեղ մի հետաքրքիր արտահայտություն կար հաղորդագրության մեջ, որ պայմանավորվեցին կամ ընդգծեցին երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքի վերանայման փորձերի դեմ համատեղ հակազդելու մասին, ընդգծեցին Կարմիր բանակի դերը, ընդգծեցին սովետական ժողովրդի դերը եւ այլն։ Իսկ ինչ պատկեր ունենք այդ տեսանկյունից։ Ադրբեջանը այդ տեսանկյունից Ռուսաստանի պատկերացմամբ երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքի ինչ դասավորության մեջ է։ Ենթադրում եմ իրենց, այսպես ասենք, պատկերացմամբ դա արդյունքի այն մասն է, որը իրենք համարում են իրենցը։ Եվ երբ Իսրայելի հետ այդպիսի արձանագրում են անում, Իսրայելը Ադրբեջանում ռազմավարական խորության գնացող խաղացող է։ Հարց է առաջանում, արդյոք Ռուսաստանը դնելու է այդ հարցը Իսրայելի առաջ կամ դնում է, որ այստեղ պետք է Ադրբեջանում սահմանափակվի Իսրայելի հետ ներկայության տրամաբանությունը, ծավալները կամ բնույթը եւ այլն, հատկապես հաշվի առնելով Իրան-ռուսական մեծ պայմանագիրը, որի համատեքստում Կովկասը եւ Կասպիցի ռեգիոնը թե բովանդակային իմաստով շատ մեծ ներկայություն ունի, եթե կարդանք այդ պայմանագիրը, եւ թե բնականաբար աշխարհագրական իմաստով շատ մեծ նշանակություն ունի, որտեղ փաստացի ցամաքային այդ կապող առանցքային գոտին է, եւ եթե այդ գոտում կա օրինակ իսրայելական սեպ Ադրբեջանում, հաշվի առնելով նաև Իրանի հարցում զգայունությունը, սա ռազմավարական իմաստով ինչ մարտահրավեր կարող է լինել եւ արդյոք այս գնահատումները չեն բերի նրան, որ Ռուսաստանը Իսրայելին թեկուզ ինչ որ բարտերային առաջարկի տրամաբանությամբ դնի, այդպես Իսրայելի առաջ դնի Ադրբեջանում որոշակի սահմանափակման խնդիրներ եւ այլն։ Այսինքն երբ աշխարհը փոխվում է եւ վերանայվում են համաշխարհային հարաբերությունները, հենց այսպիսի հարցերի ժամանակն է եւ ցանկացած հարց կարող է դրվել սեղանին քննարկելու համար։ Ինչպիսի արդյունքի կգան այդ քննարկումները, սա երկրորդ հարցն է իհարկե։ Իդեպ նույն Հնդկաստանի եւ Պակիստանի դեպքում դա տարիների, տասնամյակների հակամարտության, նույնիսկ Թրամփը նշել էր դարերի հակամարտության վերաթարմացումն է, եւ երբ աշխարհակարգը փոխվում է, իհարկե բոլորը անդրադառնում են արդեն գույքագրում են բոլորը հակամարտությունները, վեճերը եւ այլն նոր հարաբերությունների նոր տրամաբանության գալու համար։ Շնորհակալ եմ եւ վերջում պարոն Բադալյան Ադրբեջանի հետ կապված ես շատ լավ հիշում եմ 44-օրյա պատերազմից հետո կար գնահատական, որ ինչ որ փուլից Ադրբեջանը ստիպված է լինելու պարտքերը վերադարձնել։ Սա այդ փուլն է։ Անկասկած, ովքեր որ Ադրբեջանին աջակցել են կամ չեն խանգարել Արցախը ամբողջությամբ օկուպացնելու հարցում, բնականաբար դա արել են ոչ թե Ադրբեջանի հետ ինչ որ համակրանքներից եւ նախասիրություններից ելնելով, այլ իրենց աշխարհակաղակական շահերից։ Ցավոք սրտի բոլորին բավարարում էր այդ ելքը այդ տեսանկյունից, որովհետեւ տրանսպորտային պայքարն է, ճանապարհների պայքարն է, ինչպես նշեցինք, եւ բոլորին բավարարում էր դա հանել ճանապարհից, բայց չի բավարարում ճանապարհների վերահսկողության արդեն ռեժիմը։ Յուրաքանչյուրը ուզում է ինքը ունենալ դրա հանդեպ վերահսկողություն։ Եվ այստեղ իհարկե կա պայքար է եւ այդ պայքարի կիզակետում թիրախում ոչ միայն Հայաստանն է, այլ նաեւ բնականաբար Ադրբեջանը։ Ես ասել եմ այլ առիթով, որ Ադրբեջանը իհարկե ունի քիչ ավելի, այսպես ինքնավստահ խաղալու հնարավորություն տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, բայց դա տրամաբանությունը չի փոխում, իհարկե ինքը եւս այդ կիզակետում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։